Մատթեոսի ավետարանի 22-րդ գլխի 37-րդ տողում գրված է հետևյալ խոսքերը. Հիսուսն էլ ասաց նրան. «Սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը»։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր հաղորդման ընթացքում կփորձենք խոսել Աստծո հանդեպ մարդու սիրո մասին։ Իմ հյուրն է հոյվ Արտուր Նազարյանը, սիրելի հեռուստադիտողներ, մենք կփորձենք այս հարցը քննարկել տարբեր տեսանկյուններից։ Հոյվ Արտուր, իմ առաջին հարցը հետևյալն է. ինչ է իրականում նշանակում մարդու համար սիրել Աստծուն։ Դա զգացմունք է, որոշում է, ապրելակերպ է, թե բոլորը միասին։ Երևի բոլորը միասին։ Ընդհանրապես երբ որ մարդը նույնիսկ ինչ-որ մի անձի է սիրում, ասենք տղամարդը կնոջ է սիրում, այդ ամեն ինչը առկա է, այդ ամեն ինչը կա, թե զգացմունք, թե որոշում, թե պատրաստ ամեն ինչ անի, եւ եթե սիրում Աստծուն, պատրաստ ամեն ինչի։ Այդ ամեն ինչը իրար հետ է։ Նախնական ես կուզեի ճշտեինք հայերենում սեր բառն է, մեկ բառ է, բայց մենք գիտենք, որ հունարենում դա տարբեր նշանակություններ ունի։ Ես կուզենայի, քանի որ Աստվածաշնչում բերված է սեր, թարգմանված է սեր բառը, բայց նաև մենք գիտենք, որ տարբեր համեմատություններ է արվում Աստծո հանդեպ մարդու կամ եկեղեցու ու Աստծո միջև հարաբերությունները, կուզենայի մի փոքր պարզաբանեիք այդ սեր բառի նշանակությունը, որպեսզի պարզ լինի մեր հեռուստադիտողներին։ Օրինակ հայերենում ասում ենք. ես սիրում եմ պիցա, ես սիրում եմ հեռուստատեսությունով էս իմ ինչ, ես սիրում եմ Աստծուն, ես սիրում եմ կնոջս, ես սիրում եմ երեխային, ես սիրում եմ լավ եղանակ, այսինքն մի ձևի sense այդ մի բառով չի ցույց տալի կամ չի արտահայտում մակերեսորեն, ասենք, սերը կամ տարբեր սերի աստիճանները չի, որտեղ հունարենում մի քանի բառեր է, ասենք կա սեր զուտ կնոջ հանդեպ, կա սեր ընկերական սեր, կա, ասենք, ագապե սերը, որը անմնացորդ, չսպասելով որևէ, առանց ակնկալելու որևէ բան սիրել, այս տարբեր տեսակի սեր կա, դրա համար թարգմանությունը ոչ միշտ է ամբողջովին բացում են ինչ-որ գրած է օրիգինալում, ինչ-որ գրած է բնագրերում։ Լավ, այդ դեպքում ի՞նչն է հանդիսանում առաստված մարդու սիրո հիմքը։ Աստծո սերը միանշանակ։ Երբ որ մենք մեռած էինք, այսինքն անհավատ էինք, մեր հոգին մեռած էր, էլի մենք զգացումներ ունեցել ենք, սիրել ենք, սիրվել ենք, բայց Աստծո նկատմամբ մենք եղել ենք անտարբեր, ընդհանրապես։ Հələ ես չեմ ասում որոշներս հակառակ, ընդդեմ Աստծո, թե արտահայտվել ենք, թե գործել ենք եւ այլն։ Բայց այն օրից, այն վայրկյանից, երբ որ Աստծո սերը եկավ մեր կյանք, իմ կյանք, քո կյանք, փոխեց ամեն ինչ։ Առաջանում արդեն Աստծո հանդեպ սեր։ Ամեն դեպքում Աստծո սերն է հիմքը, երբ որ մենք սկսում ենք սիրել։ Կարանք ասենք, որ էսի մի հատ հարցա, որ նախ շատ շուտ պետք է քրիստոնյան իր համար տա, դեռևս հանդիսանում է իմ համար հիմքը, այն առաջին սերը, որ ես ապրեցի ու ստացա Տիրոջից, որտեղ սա իմ կարծիքով սա այն առաջ մղող այն ուժն է, որ մեզ պահում է այդ ճանապարհին։ Այո, դե մի որոշակի գործողություն չենք կարող ասենք, որ դա հենց անես, Աստծո սերը զգալու ես։ Ասենք դա այն ձև չի, որ ասենք համակարգչում մի հատ ինչ-որ բան սխում ես ու ինչ-որ բան ես տենում կամ ինչ-որ բան ես զգում։ Դա այդ ձև չի, բայց միշտ պաշտամունքի ժամանակ, տունը, երբ որ մենք երկրպագում ենք, երբ որ մենք աղոթում ենք, դե բացառվում է, որ Աստծո սերը չվայել ես։ Իհարկե մենք տրվում ենք Աստծուն։ Լինում են պահեր, որ իրոք դրա կարիքն ունես։ Աստծո երեսն ես փնտրում, սերտողություն ես անում եւ այլն։
Բայց այն բոլոր ժամը, այն բոլոր դեպքերում, երբ որ մարդը կարա ու պետք է փնտրի բացի սիրտը ու գիտակցաբար աղերսելով, ասենք աղոթելով, որ գա Տիրոջ ներկայություն, որպեսզի վայելի Տիրոջ սերը, դա միանշանակ պետք է արվի։ Այո։ Հովանեսի առաջին նամակում նա ցույց է տալիս Աստծո սերը նրա գործողության միջոցով, Աստծո գործողության միջոցով։ Ապա կոչ է անում կամ պատվիրում է մեզ նույնպես սիրել գործնականորեն։ Այո։ Հիշեցինք տեղը, երբ որ ասում է, որ Աստված իր որդու միջոցով ցույց տվեց իր սերը, ապա ինչպես մենք իրար հանդեպ պետք է սիրենք։ Այսինքն սիրել մեր եղբորը, ընկերոջը, մեր կողակցին, դա գործողություն է իրանից պահանջում։ Նաև գործողություն։ Այո, հնարավոր է նախ հարցս առաջին այս հատվածին վերաբերող հարցս հնարավոր է բոլոր մարդկանց սիրել։ Ես իմ պատմությունը ասեմ, ինձ թվում է բոլորի մոտ է այդ ձև, երբ որ ես այդ առաջի այդ վարքյաններն, օրերներ, որ վայելում էի Աստծո սերը, ինձ թվում է շատերից եմ լսել, սենց ուզում ես հելնես դուրս բոլորին համբուրես, բոլորին սենց բոլորը քո հարազատներն են։ Մանավանդ ես ապրում էի Բրյուսելի Անդերլեխտ թաղամասում, լրիվ արաբներ էին, մուսուլմաններ էին։ Բայց այդ Աստծո սերը այնքան ուժեղ էր արտահայտվել իմ մեջ, որ սենց բոլորը հարազատ էին իմ համար։ Այո, բոլորին կարելի է սիրել։ Մարդը իր ուժերով ոչ, Աստծով, ընտրությունով, հասկանալով, համենայն դեպս պետքա չլինի մի մարդ, որին ես ատեմ, չլինի մի մարդ իմ կյանքում ընդհանրապես, չլինի մի մարդ, որին ես չեմ ներել, չեմ ներում։ Եթե սենց եղավ, դա ես պարտված եմ արդեն, ես լավ վիճակում չեմ։ Կարա լինի պահ, որ ես փնտրտուքի մեջ եմ, ապաշխարության մեջ եմ, դա կարա լինի, բայց այո, մենք կանչված ենք բոլորին սիրելու, ոչ թե միայն կարող է դա լինել, դա պարտք է, դա դրված է, որ բոլորին պետք է սիրենք։ Բայց բոլորին ասելով կներես, Գարիկ ջան, բոլորին ասելով, հեշտ է ասել, չգիտեմ, Մալազիայի ամբողջ ժողովրդին ես սիրում եմ։ Դա հեշտ է ասել, ոչ մեկին չես ճանաչում։ Ավելի դժվար է, երբ որ հարցը գնում է այն մարդկանց, ում հետ ես գործ ունեմ։ Իմ կողի մարդկանց, աշխատանքի տեղ, ընտանիք, եկեղեցի, ավելի շատ շփվում ես։ ում հետ ես ռեալ ճանաչում եմ ու շփվում եմ։ Այո, բոլորին պետք է ես սիրեմ, որովհետև մի քանի պատվիրան կա Նոր Կտակարանյան։ Էլ չեմ ասում, որ հենց հիմնական պատվիրանը սիրի քո մերձավորին ոնց որ ինչպես քեզ, բայց նաև կա մի քանի էլի պատվիրաններ, որ մարդուն ասենք լավ վիճակի մեջ չի դնում, պետք է սիրի ինքը։ Օրինակ, եթե կարող ես մեկին բարի անես չես անում, դա մեղք է։ Կամ ինչը հավատքից չի, դա մեղք է։ Այսինքն այս պատվիրանները բերում է մարդուն այն վիճակի մեջ, որ պետք է սիրել։ Չես կարա անտարբեր լինես։ Կարող է մարդը անտարբեր լինի, բայց դա համարվում է արդեն սխալ։ Այս հարցին երբեմն սենց ասած նեգատիվ կամ սենց անցնող պատասխան են տալի, որ հնարավոր չի։ Երևի իմ կարծիքով հնարավոր է, որ մարդիկ շփոթում են ընկերական, մտերիմ հարաբերությունները ուղղակի մարդուն սիրելու հետ, Աստծո սիրով սիրելու հետ։ Իհարկե կա մեծ տարբերություն։ Այն ձև ոնց էր ես իմ կնոջ հետ եմ, որևէ մեկի հետ այդ ձև ես չեմ լինելու։ Այսինքն պետք չի սենց մտովի մտածեմ ես եւ իմ կինը կամ ես եւ իմ ընկերը ամենամոտիկ բոլորի հետ այդ ձևը լեմ, եթե չէ ուրեմն չեմ սիրում։ Դա իմ կարծիքով շատերը ստեղ։ Այո, չէ, իհարկե ոչ։ Օրինակ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուներ 12 աշակերտ, հետո 70, բայց այդ 12 աշակերտից 3-ի հետ ինքը ավելի մոտիկ էր։ Բայց այնպես չէր, որ բոլոր մնացած մարդկանց ինքը ատում էր։ Ոչ,
բոլորին էր սիրում, նույնիսկ այն փարիսեցիներին, որ փորձելով իրան հարցեր էին տալի, կամ այն երիտասարդին սիրեց Հիսուսը, Այո, դեռ որևէ ոչ ընկերներ, ոչ, այսինքն մենք այո կանչված ենք բոլորին սիրել, բայց սիրո դրսևորումները տարբեր է ուղղակի։ Ես իմ ընկերոջ հետ ուրիշ ձև եմ, քան թե անծանոթի հետ, բայց անծանոթ մեկը, որ եկել է եկեղեցի։ Ես պետքա դառնամ իրան ընկեր, ես մոտենամ։ Իհարկե մարդը չափ սահման ունի, մարդը Աստված չի, որ բոլորին։ Այսինքն համենայն դեպս sense կարելի է ձևակերպել, որ բոլորի հետ ճիշտ հարաբերության մեջ լինի։ այո, բարյացկամ, Այո, այսինքն նեղ ժամանակ օգնի, ինչով կարամ ես մտերմություն ցուցաբերեմ, մենակ բառերով չէ։ հոգատարություն, Այո, աղոթք, վերջը։ Շատ տես դեպքեր ա եղել, որ առաջի անգամ եմ տեսել այդ մարդուն, բայց ես իրան հարազատի պես եմ մի բան արել։ Ու դա նկատվում է, դա չի կարելի որ չնկատվի։ այո, մարդը դա շատ շուտ է նկատում։ Այո, հաստատ։ Այսինքն այն սենց ասած դիրքորոշումը, որ հնարավոր չի սիրել, քանի որ մարդը խառնում է ուղղակի ընկերական հարաբերություններ, մոտիկություն անել, իրար տուն գնալ, գալ եւ այլն, էսի խառնում է ուղղակի այն Աստծուց տրված մեզ սիրո, որը մենք պետք է տանք մյուսներին, այ այստեղ տեղ չունի ամենայն դեպս։ Մարդը պետք է կարենա դրանք տարբեր իրարից, ու իհարկե դա արդարացման բան չի, էլի, պատճառ չի։ Գործնականի վերաբերյալ ես կուզենամ մի հատ տեղ կարդամ Աստվածաշնչից, Ղուկասի ավետարանի 7-րդ գլխի 47-րդ տողում գրված է. «Դրա համար ասում եմ քեզ, սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց, բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»։ Էսի այն տեղն է, երբ որ մեղավոր կինը գալիս է Փարիսեցու տուն, արցունքներով լվանում է Հիսուսի ոտքերը, մազերով չորացնում, գիտենք այս պատմությունը, այստեղ ցուցաբերվում է կնոջ կողմից մի խոնարհության sense տիպաժ, մի օրինակ, սիրո արտահայտության օրինակ, որ մարդը ինչ աստիճանի բարձրացնում է Հիսուսին ու իրան ցածրացնում, այս գործողությունն էր, որ ինչն էր պատճառը, որ Հիսուսը հենց այս տողերն ասում, այս բառակապակցությունները, ու ինչ է նշանակում այդ բառակապակցությունը, մի քիչ կուզենայի խոսենք սրա մասին։ Ում որ շատ է ներվել, նա շատ է սիրում, նորմալ է։ Հիսուսը մեկ ուրիշ տեղ, մեկ ուրիշ ավետարանում օրինակ է բերում, եթե մեկը, ասենք օրինակ, մեկին 50 եվրոյա ներվել, մեկին 5000 եվրոյա ներվել։ Իրանք ո՞նց են գնահատելու դա։ 50 եվրոն մտածում ես, լավ է, հա, բայց դες մի հատ գումար չի, որ հա պարտական ես այդ մարդուն, բայց երբ որ ներվում է, ենթադրենք 3 միլիոն եվրո, որ ոնց էլ աշխատեիր կամ քո ամբողջ ունեցվածքն այ սրա հետ է կապում, այսինքն ում որ շատ է ներվում, հարց, ընդհանրապես կա մի մարդ, որ քիչ է ներվել, կամ քիչ է ներվելու, իհարկե ոչ, բայց մարդը ոնց է ընկալում դա, այս ընկալման հարցը, այդ փարիսեցին, Փարիսի տանը ով կար, բոլորն էլ պոտենցիալ ներված մարդիկ են, բոլորը, բայց իրանք մտածում են, որ դա մանր բան է, հա, մենք հարգում ենք Հիսուսին, մենք սիրում ենք Հիսուսին, բայց այդ կինը, քանի որ ամբողջությամբ գիտակցել էր, որ 7 դև, իր կյանքը ընդհանրապես ինքը վատ վարքի տեր կին, լրիվ ուրիշ մակարդակի վրա է բերում Աստված իր կյանքը, ինքը մի ուրիշ ձև է գնահատում դա, ու սիրահարված, այ դա այդ կնոջ արարքը, եթե կարելի է տենց ասել, կլասիկ երկրպագություն է, այդ դա է երկրպագությունը, երբ որ մարդ ամբողջովին բացած սրտով, ամբողջովին ընկած Հիսուսի ոտերի մոտ ու երկրպագում է, իր ամենաթանկ բանն է կոտրում, ամենաթանկ բանն է տալիս, սենց ամբողջությամբ ընծայված վիճակ, որովհետև գնահատում է, որովհետև հասկանում է, ինչ է արել Աստված իր կյանքում։ Այսինքն, որպեսզի մի քիչ սենց ընդհանրացնենք, կարանք ասենք, որ ստեղ
այդ կինը հասկացավ իր մեղավորության աստիճանը, բայց Փարիսեցին չհասկացավ իր կամ քիչ հասկացավ իր մեղավոր։ Ասենք ես արել եմ 3 հատ մեղք, բայց կինը հասկանում էր ինչ բազում մեղքեր ուներ ինքը։ Ու ստեղից էլ հասկանում էր թե այդ ներումը ինչ է իր մեջ պարունակում։ Այո, բայց մյուս կողմից մի հատ պահել կա, հա։ Օրինակ ես իմ կյանքով չեմ եղել ոչ հանցագործ, ոչ թմրամոլ, ոչ սկի չեմ էլ ծխել, ուսանող եմ եղել, ինստիտուտ ավարտ, այսինքն այտենց ծանր ոչ մարդ եմ սպանել, ոչ ասենք, այտենց ծանր մեղք ես չեմ արել, որ ասենց ուզում ասեմ, որ կյանքը լրիվ, օրինակ չեմ եղել բանտում ու Աստված հրաշք արել ինձ ազատելա, որ ծմատվել էին ազատազրկում, ես ազատվել եմ դրա համար գնահատում եմ։ Բայց այն մեղքերից, որ Աստված ինձ ազատել, ես դա համարում եմ շատ։ Այս դրա մասին է խոսքը։ Այսինքն ես ոչ թե ինչ-որ մեկի հետ եմ համեմատվում, ես հասկանում եմ, ես դժոխք պետքա գնայի, ես կորած էի, Այո։ ես ճահիճի մեջ էի, այն թմրամոլը, այն հանցագործը, այն մարդասպանը, որ ճահիճի մեջ էր, ես էլ իրանց կողն էի, այսինքն որևէ տարբերություն չկար, կորած ճահիճի մեջ մարդ էի, Աստված ինձ ողորմած, բարձրացրեց, լվաց ու դրեց ժայռի հիմքի վրա, բա ոնց ես չերկրպագեմ, ոնց ես չսիրեմ Աստծուն, ոնց ես չնվիրվեմ, ինձ թվում է սրա հետ է կապված էդի, քանց թե մեղքի աստիճանի հետ։ Հա, մեղքի տեսակի հետ կամ ես ավելին ասեմ, ես կողմնակից եմ այն մտքին, որ մարդը ինչքան քիչ մեղք գործի իր կյանքում, ընդհանրապես եմ ասում, այնքան իր հնարավորությունները ավելի շատ են, որ խորը ծառայության մեջ մտնի, որովհետև ինչքան շատ մեղք մարդը մեղանչեց, այնքան հետո, երբ որ մաքրվեց, իր պայքարներն է շատ լինելու, մի քիչ խանգարող բաները շատ է լինելու, ասենք այն, եթե ուշադրություն դարձնեք այն ծառայողները, որոնք ենթադրենք դեռ պատանի հասակից են հավատացյալ, իրանք ավելի արդյունավետ, ավելի ճիշտ ծառայությունների մեջ են, քան նրանք, որ ասենք մինչև 40 տարեկանը մի 20 տարի թմրամոլ ա եղել, կամ չգիտեմ, հանցագործ ա եղել, իրանց համար ավելի դժվար է դա հաղթահարել, տարիների գործ է դա, ասույթը փոխվել, խոսակցական, ասենք, ուզում ասեմ, էս էլ կա, դրա համար մարդու, եթե վերադառնանք հարցին, մարդու ընկալումից ու գնահատականից ու հասկացողությունից է շատ բաներ կախված։ Այո։ Բայց որը որ նաև Աստված է բացում։ Էդ էլ կա։ Մյուս հարցս, որ խոչընդոտներն են այսօր ամենատարածվածը, որոնք խանգարում են մարդուն սիրել Աստծուն ամբողջ սրտով։ Հիմնական խոչընդոտը մարդու հին մարդն է։ Եսը։ Հիմնական խոչընդոտը ինքն է հենց։ Նաև թշնամին, որ ամեն հնարավոր կրակոտ նետերով փորձում է մարդուն հետ բերի, փորձում է մարդուն բերի նույն այն տեղը, որտից Աստված իրան ազատագրեց։ Բայց հիմնական խնդրեմը, խոչընդոտը մարդու հին բնությունն է, որը որ չի վերանում, ու եթե մարդը ճիշտ պայքարում է, ճիշտ տեղն է դնում հին մարդուն, հեշտանում է, սովորական, ավելի ինքը սիրով լցված եւ այլն։ Բայց հենց այդ հին մարդը գլուխ բարձրացավ, մարդու մոտ գալիս է նեղանալ, չներել, արժանապատվությունը խախտել եւ իրավունքներ, արդար չի, արդարություն եւ այլն, գնում է լրիվ ուրիշ տեղ։ Այո։ Մյուս կողմից սերը Աստծո հանդեպ մարդու կյանքում ինչպես է ձևավորում նրա բնավորությունը, որոշումները կամ ապրելակերպը։ Ամբողջովին փոխում է մարդուն։ Դե ասեցինք սերը առ Աստված, հիմքը Աստծո սերն է։ Աստծո սերը երբ որ գալիս է մարդու կյանքը ամբողջովին է փոխվում։ Ինչ ենք մենք տենում մեր եկեղեցիներում։ Մարդը որ եղել է անկազմակերպ, մարդը որ եղել է անհետևողական, մարդը եղել է
ոչ ճիշտ պահող իրան կամ ասենք եւ այլն, կարելի է թվարկել sense մարդը փոխվում է, արդեն ալնում է ավելի պատասխանատու, արդեն այսինքն ինչքան մենք սիրում ենք Աստծուն, այնքան դա մեր բնավորությունը փոխում է։ Այո, Պետք է փոխի։ Ընդհանրապես ասում է, որ մարդու բնավորությունը չի փոխվում, մարդը ոնց կա էությունը չի փոխվում, բայց Աստծո սերը միայն իզորու է այդ անելու, միայն։ Կարանք ասենք, որ մարդու բնավորության գծեր կա Աստվածատուր, որ Աստված ինքն է տվել ու դրանք հենց տրված է մարդուն այն բանի համար, որ օգտագործվի եկեղեցու շինության, Աստծո գործի շինության համար, հնարավոր է մարդը սխալ օգտագործի, Այո, այո։ բայց Աստված կարա բերի ճիշտ ուղու վրա, եթե մարդը ինքը ուզում է։ Այո, մարդու խառնվածքը բնավորության գծեր կա, որ համապատասխանում է մարդու կանչի ու ծառայության հետ։ Այո, Նվերների համապատասխան է Աստված ամեն ինչ բաշխել։ Բայց մարդը կարա սխալ էդի օգտագործի, ինչի է տենց որ հիմնական այն ամենա ազդեցիկ հանցագործները հենց հավատացյալներն են։ Որովհետև իրանց տրված են բոլոր լավ բաները, որ պետքա բարիին ծառայեին, բարի գործեր անեին, բայց երբ որ ծռվում է, չարի մեջ իրանք ավելի են առաջանում։ Ու կամ հիմնական խնդրեմը եկեղեցու համար, որպես մարդիկ այն հավատացյալներն են, որ եկեղեցուց դուրս են եկել ու եկեղեցու դեմ են։ Հիմնական խնդրեմը իրանք են։ Ուզում եմ ասեմ, որ այո, բնավորության խառնվածքի գծեր կա, որ համապատասխանում է կանչի հետ։ Օրինակ մեկը մի քիչ ակտիվ է, մեկը մի քիչ սոցիալ է, մեկը մի քիչ այդ լան կապված են։ Երեխեն էլ, երբ որ ասենք նույն ընտանիքում մի երեխան ավելի ակտիվ է, մի երեխան пассив է, բայց այդ ամեն ինչը կապված է իրանց կանչի հետ։ Միանշանակ։ այո։ Երբեմն պատահում է, որ մարդը ընդհանրենք շատ ակտիվ է իր մասնակցությամբ, իր բնավորությամբ, չի կարում սանձի իր ակտիվությունը, ինչ որտեղ վնասել է բերում մարդկանց, բայց էդի տրված է իրան կազմակերպչական գործի համար կամ ինչ-ինչ օգնականի գործի համար եւ այլ, այսինքն ստեղ արդեն Աստծո սիրո լույսի տակ մարդը պետք է մի հատ վերանայի իր բնավորությունները, որպեսզի սանձի այն ինչ որ իրան տրված է դեպի Աստծո գործը իմ կարծիքով։ Այսինքն ավելի ուշադրությունը նպատակ դնի, որ բարի գործերի մեջ ինքը կայանա։ Այո, Դրա մեջ հարատևի, դրա մեջ գնա։ Քանց թե ուղակի զուտ ապրի ու սխալ ու ճիշտ բաները մենակ ամփոփի։ իսկ եթե վերցնենք, եթե մարդը եկեղեցում է, Աստծուն սիրում է, ամենայն դեպս, եթե սերը, Աստծո հանդեպ սերը չի փոխում մարդու բնավորությունը, ինչ կարանք ասենք, սա ինչի պակաս է, սիրո պակասն է, թե անկեղծության պակասը։ Կարա լինի անկեղծության պակաս։ Իմ համար ամենակարևոր հատկությունը մարդու անկեղծությունն է։ Շատ կարևորում եմ ես դա։ Ես իմ կյանքի նկատի ունեմ առաջերտին։ Անկեղծությունը։ Չհամեմատվել ուրիշների հետ, երբեք։ Որևէ օգուտ չի տալ այդ համեմատվելը, ոչ մի ձևով։ Կարելի է էլի բաներ ասել, բայց երևակայի այսքանը։ Իհարկե, մարդկա ընդհանրապես անալիզ չի անում իր կյանքը։ Մենք չի նստում հաշվարկանի։ Օրինակ Աստծո խոսքն ասում է, եթե թագավորը պետքա գնա կռվի 10,000-ով 20,000-ը դեմ, պետքա մի հատ նստի հաշվարկանի։ Այո, Իհարկե, հենց մենակ կռվի կոնտեքստը չի դա, բայց մարդը լավ է, որ մի հատ վերանայի, մի հատ ամփոփի, ժամանակ առ ժամանակ ծոմապահության մեջ մտնի, մի հատ կարգի բերի, մի հատ հասկանա ինքը որտեղ է գտնվում։ Եվ այլն եւ այլն, սրանք լրիվ կարեւոր են, որովհետեւ մարդը ճիշտ ուղղության վրա լինի։ Ու չի կարա դա իր բնավորությունը չփոխի, չի կարա իր կյանքում փոփոխություններ չվերի։ Բայց եթե մարդը իներցիա է գնում, կստացվի, չի ստացվի, այս մի քիչ խնդրեմ արդեն։ ոնց ստացվի, Ստացվի, չէ, ուրեմն մի մոտ չի ստացվում։
Դա գալիս է նաև ճիշտ ու սխալ փիլիսոփայությունից, մտածելակերպից։ Եթե Աստծուն պետք է մի բան անի, հենական է, էլի, ես ինչ պետք է անեմ, որ Աստված չի պատկերացնում, որ Աստված երբեք չի բռնանում մարդուն։ Այո, Աստված մարդու կամքի զուգահեռ է գնում։ Եթե մարդը կամք չի դրսևորում, որևէ բան Աստված չի անելու։ որոշում չի կայացնում։ Իր կյանքում։ Ես կուզենայի այստեղ ասեի Երևակայի հենց մարդու գործը կայանում է նրանում, որ Աստված իրեն պատվիրանք է տալի, այսինքն սա մեզ է տալի անելու, սիրելու գործը։ Այո, այո։ Մենք ենք պարտավոր, ոչ թե Դա Աստված սիրելը պարտք է։ հա, Դա մեր վրա, մեր ամբողջ կյանքի ընթացքում դա պարտք է։ Երբ որ դու պարտք ունես մեկին, դու կարաս ձևացնես, թե պարտք չես, բայց պարտք ես։ այո, Թղթաբանություն կա, բան կա, մեկը պահանջելու են։ Եթե նույնիսկ սկսես վիճել։ Սիրել մարդկանց դա պարտք է։ Վերջ։ դա մեր պարտականությունն է, մեր Դա պարտք է, դա այս պարտք է։ կյանքում, այո, Չես կարա, մարդը չի կարա ասի, ես իրան չեմ սիրում։ Դու ուրեմն օրինազանցության մեջ ես, սխալ ես։ Աստծուն էլ չես սիրում ուրեմն, չես կարող ասես Ու չես էլ հարգում, չես ընդունում, որտեվ Աստված պարտք է դրել դա։ Մենք պետք է սիրենք մարդկանց։ այո, Ուրիշ ձև չկա։ ուղղակի ես նորից եմ ուզում մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ մենք չխառնենք ընկերական, հարազատական, բարեկամական հարաբերությունները Աստծուց տրված մարդկանց հանդեպ սիրո հետ, որովհետեւ ճիշտ զատենք իրարից։ Ու արդարացում չվերցնենք, որ դե չեմ կարող ես բոլորի հետ ընկերություն անեմ, ուրեմն կարամ եւ չսիրեմ։ Սա արդարացում չի իհարկե։ Այո։ Մյուս հարցս ով Արթուր այսօր քրիստոնյան ապրում է մի առանձին քրիստոնեական մշակույթով ծեսերով եւ այլն եկեղեցում շրջապատի մեջ եթե այսօր Աստված վերցներ մեր բոլոր այդ ամբողջ մշակույթը մեր ամբողջ գործունեությունը քրիստոնեական գործունեությունը ինչով որ մենք մեր օրվա մեջ զբաղվում ենք այն մենակ թողեր սիրտը մարդու սիրտը այդ սիրտը կվկայեր Աստծո սիրո մասին ինչ է կարծում այսօր ինչպես է պատկերը ամբողջ ընդհանուր պատկերը ես միգուցե հեռուստադիտողների համար մի քիչ պարզեցնեմ որ ի նկատի ունեմ այսինքն եկեղեցում ենք եկեղեցում շաբաթը 2 ժամում ենք 2 ժամվա ընթացքում Կիրակի օրը այո 2 ժամվա ընթացքում շատ սիրալիր հարգալից բոլորի հետ այսինքն սա մի հատ մշակույթ այդպես ապրում ենք բայց եթե այդ ամբողջը վերցվի այդ կարգերը բարքերը ծեսերը եւ այ իրոք մեր սիրտը կվկայեն սիրո մասին ու որտեղ կլինի այդ արտահայտ ինչպես կարտահայտվի սերը մի քանի ձևերով կարելի է պատասխանել այս հարցին նախ մարդու սիրտը չար է մարդու սիրտը մի հատ լավ բան չկա սրտի մեջ են եթե նայենք սիրտը կատունենք մարդու ներսը մարդու ներքին մարդը այդ որոշումները որ կայացվում լավ բան սրտում կլինի եթե ամեն լավ բանը Աստծուց է եթե Աստծո հետ փոխհարաբերություն կա Աստծո խոսքի սերտողություն կա եթե մի բան կա էդի կարա լինի թե չէ մարդու սիրտը հենց ինք իրանով լավ բան այնտեղ չկա ոչ այդքան հերո անցյալում COVID-ի պատճառով մենք տունն էինք չկար ոչ կիրակի ոչ բան մշակույթը վերցվեց այո բարձ է երևաց հայտնության գրքում գրած է որ արդարը ել ավելի է արդարանալու կեղծավորը ել ավելի է կեղծավոր լինելու ու սենց շարունակ այսինքն չեմ կարծում որ այդ կիրակի օրերն ա որոշում իհարկե մենք շատ ենք սիրում մեր հավաքույթները որտեղ բոլորս հավաքում երկրպագում ենք առաջ երթին խոսք ենք լսում մեր որոշումներն են կայացնում մի հատ զինվում ենք Աստծո մի հատ լցվում ենք իհարկե բայց եթե այդ հնարավորությունը չկա լինում ասենք արձակուրդ ես կամ մի տեղ ես մի հատ այնպես դեպք ա եղել չես մասնակցում պետքա դա չխանգարի որ մարդու սիրտը Աստծով չլցվի իհարկե եղել են դեպքեր որ ես նույնիսկ ցանկացել եմ Աստծով լցվեմ բայց
պայմանները դա չի եղել եւ այլ, բայց ես փնտրել եմ, ման եմ եկել, դա եմ ուզեցել։ Ասեմ դա որևէ իհարկե եթե մարդը ձևական է դա անում, ասենք գա այդ 2 ժամը Կիրակի օրը, միայն Կիրակի օրը գա ու ուղղակի sense ծիծաղով sense փորձի ցույց տա որ ինքը Աստծով լցված է, դա ինքը իրան է խափում, որևէ Հիսուսը ամենաշատ Մատթեոս 23-րդ գլխում կարդում ենք որ կեղծավորության դեմ ինչքան բաներ է ասում, շատ լավ բաներ չի ասում։ Էլի գալիս ենք անկեղծության։ Մարդը պետք է անկեղծ լինի։ Անկեղծ սիրով սիրի։ Եթե չի սիրում, խնդրի Աստծուն, Աստծո երեսը փնտրի։ Այո։ Այլ ոչ թե չի սիրում ու մածես հակի ծիծաղով, բայց ներսում լրիվ ուրիշ բաներ։ Այո։ Ասում է ներսները եթե դզեք, դուրսը լրիվ ճիշտ է լինելու։ Այսինքն մարդը պետք է արեստական կամ շինծո ծիծաղի, ցույց տա որ ինքը սիրում է, բայց իրականում չի սիրում։ Երբեմն պատահում է, ես ուղղակի պրակտիկայից ասեմ, որ մարդիկ այտենց շինծու երեսել ընդունում են, որ հանկարծ իրենց շատ չհարցնեն ինչ ա եղել։ Էս էլ է պատահում, բայց իմ կարծիքով էսի են կարևոր հարցն է, որ հավատացյալը շուշուտ պետք է այս հարցով զբաղվի։ Պողոս առաքյալը շատ հաճախ ասում է, չէ, ասում է, «Մատ քննեք ինքներդ ձեզ»։ Տեսեք, դուք հավատքի մեջ եք։ Դավիթ աղոթում ասում է, դու գիտես իմ սիրտը։ Տես հանկարծ ծուր ճանապարհների վրա չլնամ ես։ Այո։ Որտեղ մարդը հաճախ չի մարդը նենց չի որ դրելա, գրելա, ասենց գիտակցաբար մտնում է կեղծավորության մեջ։ Ոնց որ ավտոմատ, ոնց որ կուլտուրայից դրթված, որ լավ չասեմ, տեսք չանեմ, որ մարդիկ չհարցնեն։ Ամոթա։ Միգուցե նույնիսկ մտածում է այնպես չանեմ ուշադրությունը իմ վրա գրավեմ։ Դա շատ կա։ Ահա։ Այսպես մի ձև բանանեն կեթա մի։ Բայց դա վատ տեղ է տանելու, շատ վատ տեղ։ Մանավանդ Աստված չի սիրում։ Մեր կուլտուրայի մեջ պակասում է, որ մարդը երբ որ ասենք այդ վատ վիճակում է ման։ Գա թեկուս իր դեմքը տխուր դեմքը լինի, որ իրան հենց մոտենան, որ կարենա կիսվի այդ քույր եղբոր հետ, խնդրի որ իր համար աղոթեն։ Քան թե ամաչի, որ հիմա կմտածեն, էս ինչ վիճակում է, ինչի է սենց եղել։ Այդ ձև մարդիկ էլ կան եկեղեցիներում։ Մարդկանց տեսակներ կա, ինձ թվում է բոլոր եկեղեցիներում նույնն է։ Մարդիկ կան, որ միշտ պետք է իրանք բժշկվեն։ Միշտ իրանք քրոնիկ հիվանդ են, միշտ իրանք միշտ կարիք ունեն ազատագրման, միշտ կարիք ունեն խորհուրդ տալու, ոնց որ մի պահ գալի ասում ես, ոնց որ էդ էլ ոնց որ կեղծավոր է։ Այսինքն կեղծավորությունը չի որոշում, երբ որ մարդը տխուր դեմքով է գալի, թե լավ դեմքով է գալի։ Էն էլ կարա լինի։ Էն էլ կարա լինի։ Այսինքն այստեղ հարցը ոնց կաս այդ ձև լինես։ Այո։ Բայց իհարկե, ոնց ասում ենք, ոնց կա, օրինակ մարդը մտքում կա, որ այս մեկին ուզում ասի ստոր կամ հիմար, ասում է հիմար։ Ես կեղծավոր չեմ, ես անկեղծ մարդ եմ։ Այո, դա արդեն։ Էս էլ ուրիշ ծայրեղություն է, այսինքն չի նշանակում անկեղծ ում ինչ պետք է անպատվես, ում ինչ պետք է ասես, որովհետև քո մեջ է դա։ Անկեղծ նշանակում է անկեղծ լինեմ Աստծո պատվիրանները կատարելու մեջ։ Այո։ Ու եթե մի բան ծուռ է, ես գամ Աստծո մոտ ուղղեմ դա։ Այո։ Բայց նաև ուղղեմ, ոչ թե միշտ հոգնեցուցիչ է դա, երբ որ նույն մարդը միշտ խնդրեմ ունի։ Միշտ այդքան աղոթում ենք, այդքան խոսում ենք, բայց էլի մարդը չի դզվում, որովհետև ուրիշ պատճառներ կա, ոչ թե մեր աղոթները զորավոր չեն, կամ ոչ թե Աստված իզորու չի փոխի, ոչ, որովհետև մարդը, այո, ամեն ինչ չի ասում։ Եղել է շատ հաճախ մարդու հետ զրուցում եմ, ասում եմ թեպետ մարդկանց մոտ քո նկատմամբ կարծիքը սենց է, բայց ես գտնում եմ որ դա չի քո խնդրեմը։ Դու ուրիշ խնդրեմ ունես, որը որ դու շատ նուրբ ձևով փակում ես։ Ոնց կարա չլուծվի հարցը, մարդը եթե բացա, ամբողջ սրտով, անկեղծ, ուզում է, 8 տարիներով չի լուծվում իր հարցը։ Ուրեմն ինչ-որ մի խնդրեմ կա։ Ուրեմն ուրիշ պատճառ կա, ուրիշ արմատ կա։ Կարա լինի ով Արթուր, որ մարդը ինքը չհասկանա ինչ պատճառ կա։
քիչ հավանական է, բայց հնարավոր է տենց էլ լինի, երբ որ մարդու հետ դրա համար զրուցում են, կոնսուլտացիա են անում, եթե մարդը իրոք անկեղծ է ամեն ինչում, չի թաքցնում ոչ մի բան, կամ ինչ էր որ պատմում է, չի պատմում կես ճշմարտություն, այլ ամբողջն է ասում, ինքը կբուժվի։ Բայց եթե կիսատ ախր մենք սիրտը չենք տենում, մենք չգիտենք ինչ է։ Երևակայի անկեղծության դրսևորումից Աստված ինքը ցույց կտա այն տեղերը, որտեղ որ պետք է բժշկության համար։ Ցանկացած Աստծո ծառա, ցանկացած մեր 5 կտականում, նոր կտականում, եթե անկեղծ գալիս Աստծո մոտ, Աստված իրեն ասում է։ Այո։ Պարզ։ Ստեղ էլ հենց սրանում էլ հենց կայանում է Աստծո այդ անսահման սերը մեր հանդեպ, որ առանց խտրականության մեզ սիրում է Այո, ու ուզում է մեզ բժշկի ու օգնի։ Բա եթե իմ որդին կամ իմ երեխան գա ինձանից բան հարցնի, միտե ես չեմ, ասում եմ դուք եթե չար եք, ձեր երեխան ուզում է, ասենք ձուկ, Այո, դու կարող ես օծ տաս։ այո։ Ո՞նց կարա դες բան լինի։ Չի լինի։ Ու դրա համար գրածա որ ով որ Սուրբ Հոգի է, ուզում Աստված Սուրբ Հոգի գտա։ Ինչ է նշանակում Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգին նշանակում է Աստծո Հոգին քո մեջ սովորացնում է, բացահայտում է, ցույց է տալիս։ Այդ ամբողջ մեր պրակտիկան գալիս է իր ճիշտ տեղը։ Այո, այո։ Ո՞նց կարա։ Լավ, անցնենք մի ուրիշ հարթության, սենց ասած, ծառայության հետ կապված։ Արդյոք Աստծուն սիրելը նույնն է, ինչ Աստծուն ծառայելը։ Նաև դա է, բայց ոչ միայն։ Դե Աստծո սերը շատ մեծ բան է, մենակ ծառայելը չի։ Չենք կարող ասենք Աստծո սերը Աստծուն ծառայելն է միայն։ Բայց նաև ու հաստատ չի կարող մարդը Աստծուն սիրի ու չծառայի։ Այս հաստատ կարանք ֆիքսենք, չի կարող, դες բան չի լինի։ Մարդը պաշտում է իր արարչին, որտեվ սիրում է։ Նկատի ունեմ ծառայում է։ Այո։ Պաշտել, ծառայել բառն է։ Այդ պաշտամունքի ժամանակ մենք դա մեր ծառայությունն է, դա մեր անելիքն է ու պատրաստ ենք Աստծուն ծառայել, ինչ եթե որտեղ մենք կարանք բարի գործեր անել։ Կարանք ասենք, որ ծառայությունը այդ այն գործնական արտահայտությունն է մարդու Աստծո հանդեպ սիրո արտահայտությունն է, որը որ երևում է այս ֆիզիկական աշխարհում։ Այո, օրինակ ասեմ, մի քանի օրինակներով ասեմ, որ պարզ լինի մեզ։ Երբ որ մենք երկրպագում ենք, երգ ենք երգում, ինձ թվում է բոլորիս մոտ տնես տպավորություն կա, որ օրինակ ես աղոթում եմ, երգ եմ երգում, Աստծուն փառաբարող, մեծարող, բայց զգում եմ, որ դա քիչ է դեռ։ Դա բավարար չի։ Ոնց որ մեր բառերը շատ աղքատ է, որ ցույց տաս, այո, ոչ թե մենք բառապաշար չունենք, ոչ թե մենք, բայց զգում ես, որ դա քիչ է։ Նույնը ծառայելն է Աստծուն։ Աստծուն ծառայելը միանշանակ մենք պետք է անենք, եթե Աստծուն սիրում ենք, բայց էլի հասկանում ես, որ ինչ էլ անես, դա քիչ է։ Դա չի ցույց տալիս այն ամբողջը։ Այո։ Չի ցույց տալիս։ Բայց որ պետք է ծառայենք, դա միանշանակ։ Այո, մյուս կողմից ծառայությունը իր հերթին բերում է զոհաբերությունների, բերում է քայլերի։ Ծառայությունը բեռ է։ Հա, բաների, որ դու եթե սեր չունենաս, չես կարա տանես։ Շատ ա եղել, թե մեր եկեղեցում, թե ուրիշ եկեղեցում ես տեղյակ եմ, ասենք շատ ա եղել, որ մարդը էմոցիայից ասեմ, չգիտեմ, ասես լավ ձևով ասում է, ես էլ եմ ծառայելու, ասեք, ինչ անեմ, մեկ երկու անմաս գումա որ չէ, դա ոնց որ տենց հասարակ բաներ չէր, որովհետև եթե մարդն ասում է, այո, ես եմ Աստծուն ծառայեմ, լուծը, եզան լուծը բերում են մի հատ էլ իր վրա են դնում, իր բաժինը, իր փայը։ Զգումա որ չէ, էսի ոնց որ թե ծանր է։ համ սահմանափակում է մարդուն։ Հաստատ, այո։ Որտեվ առաջ դու ինչ ուզում էիր, վիզդ ոնց ուզում էիր, բա, լուծը երբ որ դրվեց, հաճուձախ նայելու հնարավորություն չունես։ Չես կարա դու աճ եթաս, չէ, դու արդեն լուծի քո երկրորդի հետ, Հիսուսի հետ արդեն դու եթում ես մի ուղղության վրա, որտեղ որ տանում ա քեզ։ Էլ իհարկե դա սահմանափակում է, իհարկե դա բեռ է, իհարկե դու ծանր դի քաշես, բայց դա քաղցր է։ Այո։ Բայց դա թեթև է, որովհետև սիրում ես։ Եթե չես սիրում, դա ահավոր բան է։ Հա։
Մենք կարդացինք Ղուկասի ավետարանից այդ պահը, որ ասում է ինչքան որ ներվի այնքան կսիրի, կարանք ասենք որ ինչքան սիրի այնքան շատ կծառայի։ Կարանք sense համեմատություն անել։ Հաստատ, մարդ որ Աստծուն սիրում է, նա անմնացորդ է նվիրվում։ Ու միշտ է նվիրվում։ Մի անգամ չէ, 3 անգամ չէ։ Լինում են շատ դժվար պահեր։ Օրինակ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է իմ բեռը թեթև է։ Մենք այդպես ընդունում ենք, ասում ենք, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսն ասում թեթև է։ Բայց իրականում ծանր բան է։ Այդ պարադոքսներից մեկն է։ Ծանր է։ Բայց քանի որ սիրում ես, օրինակ լինում է որ օրինակ ասեմ, թմրամոլ է մի հատ երեխան, Աստված ոչ անի, մեր բոլոր ընտանիքներում չլինի դες բան։ Բոլորիս ընտանիքներում։ Հիմի ծնողը սիրում է իր երեխան, այո, ինչին է պատրաստ։ Նա պատրաստ ամեն ինչ ծախի մենակ երեխան դզվի։ Այո։ Նա հրաժարվում է երեխուց, ոչ։ Ծանր է դա, շատ ծանր է։ Շատ ահավոր բեռ է դա։ Այո։ Բայց ծնողը մեկը երեխուն սիրում է, մեկը հոգա տանելու, մեկը աղոթելու է, մեկը էսի ծնող որդի կամ ծնող երեխա։ Բա երբ որ Աստծուն ենք մենք սիրում, պատրաստ ենք ամեն ինչ։ Ինչքան էլ ծանր լինի։ Օրինակ Աբրահամի համար ծանր էր իր միակ որդուն տանի զոհաբերել։ Իհարկե ծանր բան է դա։ Երբ որ մեր Տերը ասում է թեթև է, մենք պետք է հասկանանք այդ ամբողջ կոնտեքստը, ոչ թե ասենք, հա, կոմֆորտի մեջ ուղակի չպատկերացնենք այնց որ հենց մի հատ ծանր բան եղավ, ուրեմն սա Աստծուց չի։ Ոչ։ Շատ հաճախ Աստծուն ծառայելը հեշտ չի։ Շատ հաճախ, երևի միշտ։ Բայց անենցել չի, մեր ուժերից վերել չի ու անենցել չի, որ մենք զգանք, որ մի հատ լրիվ ուրիշ բան։ Իհարկե, եթե իմ վրա վերցնեմ մի հատ այնպես ծառայություն, որ իմ համար չի, դա էքստրա բեռ է իմ համար։ Ասենք մարդը մի անգամից այնքան է տրվում, իհարկե մենք եկեղեցում ենք այդ ամեն ինչը չափավորում, որ մարդը այլ մենք ասում ենք չէ, դու պետք է Կիրակի օր ունենաս, որ որևէ բան չես անում, պաշտամունքի ես մասնակցում, պետքա բալանսավորի ամեն ինչ։ Թե չէ բալանսից դուրս մարդը կարա կորի ուղակի։ Նաև հիշենք, որ ասենք առաքյալների պատմությունները այնքան էլ թեթև չէր, գանահարվում էին, սպանվում էին, այսինքն մի ծանրությունների միջով էին անցնում, որ այսօրվա ժամանակակից մարդը 40 հարված այն էլ ինչով ես չեմ կարծում որ կկարողանա դիմանա։ Դա չէ, ուզում եմ ասեմ նորմալ է, երբ որ մարդը Աստծուն սիրող մարդը ամբողջովին նվիրվում է ծառայության մեջ, ու պատասխանատու ձևով է դա անում։ Դա շատ համաչափ բան է։ Ու ցույց է տալի։ Այո, ցույց է տալի դա։ Իհարկե դա չենք անում ցույց տալու համար։ Բայց կողքից տես։ Ես երբեք չեմ մտածել ես անեմ, որ երևա ես անիմաստ բան է։ Այո։ Բայց դա երևում է կողից, եթե նայես, դա երևում։ Ինչպես Հիսուսն ասեց, նրանց պատողներից։ Հա, այսինքն այնպես չի որ ծառը մի հատ sense արեստական պտուղ է տալի, որ կարծիք կազմեն կողի ծառերը, այլ ոչ, դա իր բնությունն է, դա իր ձևն է, դա իր ապրելակերպն է։ Մյուս հարցս քրիստոնյայի ամբողջ կյանքը կախված է Աստծուց եւ նրա տված օրհնություններից։ Արդյոք նրա սերը նույնպես կախված է Աստծո տված օրհնություններից եւ ազդում է դա մարդու Աստծուն սիրելու Աստծո հանդեպ սերը աճեցնելու վրա։ Այսպես հարցը։ Այո, որտեվ Աստված եթե երբ որ սիրում է, մենակ բառեր չեն։ Մենք կարդացինք, չէ՞, կամ ուրիշ տեղ է գրած։ Աստված մենակ չասեց ձեզ սիրում եմ, ու վերջ։ Նա իր որդուն զոհեց։ Այո։ Ու Աստված ոչ մենակ իր որդուն ասոհել ու վերջ, ոչ, նա մեր կյանքում շատ, ասում է, երկինքը բացվի եւ բարի նվերներ, օրհնություններ, այսինքն Աստված սիրող, որպես սիրող հայր, մեզ միշտ լավ բաներ է տալիս։ Իհարկե, դա կարևոր է մեր համար։ Իհարկե, հաստատ։ Մենք չենք կարա ասենք Աստված ջան, մեզ ոչ մի բան մի տուր, որպեսզի մեր սերը շատ անկեղծ լինի։ Իհարկե չէ։ Բայց լինում են պահեր, երբ որ որևէ ոնց որ երկինքը
երկաթից է, Փակված է լինում։ փակված ընդհանրապես։ Մենք անցնում ենք տարբեր փորձություններով ու մենք պետք չի այդ ժամանակ մտածենք, որ Աստված մեզ ատում է արդեն։ Մենք սիրում ենք մեր ատումը։ Այսինքն, այո, օրհնությունները ազդում են մեր կյանքում, ազդեցություն ունեն լավ ձևով։ Օրինակ, մարդը չէր ակնկալում, մեկ էլ մի հատ փոքր հրաշք ալնում։ Ֆինանսների հետ կապված, գործի տեղի հետ կապված, առողջության հետ կապված, այո։ Մարդը ինչքան է ուրախանում, ինչքան է լցվում Աստծով։ Նորմալ է սա։ Բայց եթե դա չի լինում, դա պետք է չազդի մեր հետագա անելիքի վրա։ Մենք պետք է նույն ձև հավատանք ու վստահենք Տիրոջը, որ նա մեր սիրող հայրն է։ Կարանք ասենք նաև հիշելով այն արածները, Այո, որ ինչ որ X ժամանակ առաջ արել էին հրաշքներ ու Այո։ օրհնությունները, այսինքն այն ժամանակ էլ երբ որ փակա երկինքը ու չկան, դա չի նշանակում որ չի էլ լինելու էլ վերջացավ սա անցյալներ։ Նե, չէ։ Աստված էլի բաց, Աստված սիրող հայր է։ Նա էլի օրհնելու է, լցնելու է։ Ընդհանրապես Աստված մի շատ է տալիս, շատ է տալիս։ Այո։ Աստված առատության Աստված է։ Նա այդպես քիչ-միչ այդպես բաներ չի։ Լինում են պահեր ու ինձ թվում է ցանկացած էս կյանքում ա եղել պահեր, որ այդ լիությունից ուղղակի սիրտդ ուզում է պայթի։ Որ ինչքան կարելի է սիրել, ինչքան կարելի է լցնել իմ կյանքը։ Բայց դա միշտ չի։ Ու միշտ որտեղ Փառք Աստծո որ միշտ չի, թե չէ մենք երես առած դրա համար մենք պետք է իմանանք ոնց որ ամեն ժամանակ իր ձևն ունի, իր դիրքը պետք դիրքորոշումը ճիշտ պետք է լինի։ Միշտ չի որ տենց է, միշտ չի որ մենք Աստծո գրկի մեջ ենք, միշտ չի։ Այո։ Կար ժամանակ Հովանեսի գլուխը Հիսուսի կրծքին էր հենում, կար ժամանակ որ այդ չէր, կար ժամանակ որ ինքը Պատմոս կղզում մահապարտ էր։ Միայն մահ։ Ինչի Աստված։ Բայց Աստված էլի իր հրաշք արեց, ինքը դից ազատվեց եւ այլն, որը դից որևէ մեկը չէր ազատվել։ Այսինքն Աստված ամեն մեկի հետ տարբեր ձև է վարվում, մենք պետք չի դրանից ոչ նեղանանք, ոչ հետևություն անենք, օրինակ Հակոբոսին Աստված թույլ տվեց որ սպանեն բանտից, բայց Պետրոսին թույլ չտվեց։ Ինչի։ Ու շատ sense բաներ կա, որ Աստված նույն իրավիճակում, նույն բանի մեջ, մեկին sense, մեկին դենց։ Մենք ամեն մեկս մենք մեր ճանապարհը պետք է անցնենք։ Մեր ծառայությունը պետք է անենք։ Ամենայն դեպս վստահելով Աստծուն, որ ինչ էլ որ նա անի մեր կյանքում, դա դեպի բարին է տանում։ Սա մեր հավատքն է։ Այո, միանշանակ։ Հով Արթուր, վերջին հարցս, ինչպիսի գործնական քայլեր պիտի անի մարդը, որպեսզի իր սերը Աստծո հանդեպ եւ Աստծո հետ հարաբերությունը ավելի խորացնի, ավելի աճեցնի։ Ինձ թվում է սա պարզ է։ Երկրպագության մեջ լինի, սերտողություն անի, Աստծո հետ փոխհարաբերությունները ավելի խորացնի։ Անալիզ անի, մտորելը շատ կարևոր է։ Այո։ Օրինակ աղոթների, եթե մարդ ունի, օրինակ եմ ասում, 2 ժամ աղոթքի ժամանակ, մեծ մասը մտորման մեջ անցկացնի։ Մտորելը շատ կարևոր է։ Աստծո հետ շատ պետք չի մենք բառեր ասենք։ Մեր սիրտը ամբողջությամբ ինքը գիտի, մեր ամբողջ կյանքը։ Ըստ էության շատ բառեր պետք չեն Աստծուն։ Բայց հասկանալ, մտորել ու հասկանալ բաներ, որը որ Աստծո կամքն է, ուզում Աստված, որ մենք ասում է հիշեր ցերեկ մտորի, մտածի Աստծո գործերի մասին, Աստծո խոսքի մասին։ Այսինքն կարևոր բան է։ Հետևություն անելը, հասկանալ որոշ սխալներ, ընդունել այդ սխալները ու գնալ առաջ։ Այո։ Միգուցե ես ամենալավը չեմ եկեղեցում, միգուցե ես ամենատաղանդավորը չեմ եկեղեցում, միգուցե ես ու պարտադիրել չի լինեմ ամենատեղ։ Բայց ես իմ բաժինն ունեմ, բայց ես իմ տեղն ունեմ, ես իմ անելիքն ունեմ, ես լավա դրա մեջ հաճեմ ու խորանամ ու Այո։ Շնորհակալ ենք Արթուր այսօրվա հաղորդման համար։ Սիրելի բարեկամներ, Աստված մեզ սիրեց, քանի դեռ մենք մեր մեղքերի մեջ ենք։ Նա
չնայեց մեր էությանը, մեր մտածելակերպին, ոչինչին չնայեց, մեզ ներեց, ընդունեց մեզ եւ տվեց պատվիրանք, որպեսզի մենք եւս սիրենք, իրենից սովորելով սերը, փոխանցենք մարդկանց։ Եկենք ապրենք սիրո մեջ ու սիրենք մարդկանց, ինչպես որ պատվիրվել է մեզ։ Տերը թող օրհնի ձեզ։